Եթե երեք Նիկոլ Փաշինյանի դիմաց հայտնվեր ոչ թե ձեր մայրը, այլ հենց դուք, ինչ կասեիք Փաշինյանին։ Ավելի լավ, քան մայրս չէի կարող ոչինչ ասել։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր փաստաբան Տաթևիկ Սողոյանն է։ Բարի երեկո Տիկին Սողոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Սողոյան, ես մեր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ դուք նաև Նիկոլ Փաշինյանի հետ երեք Արաբկիր վարչական շրջանում վիճաբանության մեջ հայտնված Արփինե Սողոյանի դուստրն եք։ Արփինե Սողոյանը բժշկական գիտությունների թեկնածու է եւ 3 տասնամյակ մանկաբարձ գինեկոլոգ։ Նախ եկեք սկսենք այդ միջադեպից։ Տիկին Սողոյան, ձեր մայրը հատուկ Նիկոլ Փաշինյանին տեսնելու, նրան իր ուզածը ասելու համար էր հայտնվել այդ տարածքում, թե դա ուղղակի պատահական հանդիպում էր։ Հայտնվել այդ տարածքում ձևակերպումը մի փոքր դժվար, որտեղ դա մեր բակն էր, մեր շենքի հարևանությամբ էր, բայց մայրիկս նկատել էր, որ ինչ-որ նախորդ օրը տարօրինակ կերպով մեր շենքի վրա հայտնվել էին Նիկոլ Փաշինյանի պաստառները ու տարօրինակ ակտիվություններ նկատել ու աշխատանքից դուրս գալուց հասկանալով այդ պարեկների, մեքենաների բազմաշատությունը, ինչ որ ոչ ծանոթ մեքենաների առկայությունը, հասկացել էր, որ Նիկոլ Փաշինյանն է ժամանելու մեր բակ, որոշել էր, որ այդ պահը պետքա բաց չթողնի, որովհետև ինքը սոցիալական ցանցերում չկա, ակտիվ չի արտահայտվում, իր ամենօրյա գործունեությամբ է զբաղվում, պետքա արտահայտի իր դիրքորոշումը։ Այս պարագայում ինքը քանի որ անընդհատ մեր տանը այդ խոսակցություններ, ասում է, ես ինչի իմ գործի բերումով մի այսպես ասած իշխանավորի, մի պաշտոնյայի կամ հենց իրան չեմ կարողանում հանդիպել, ամբողջ օր աշխատանքի մեջ չեմ կարողանում իմ սրտի ուզածը ասել, ու այդ պահն էր բնականաբար չկորցնելով արդյոք որոշել էր մոտենար ու ձևակերպել, բայց դա բնականաբար տեսանք էլ ինչ հիստերիայի դա հանգեցրեց։ Տեսեք, ձեր մայրը Նիկոլ Փաշինյանին ընդամենը շատ պարզ հարց է տալիս, ինչու գողացաք իմ հայրենիքը։ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, հակադարձումը հետևյալն էր, որ չօգտագործեմ իր ձևակերպումները, ինչ է անելու Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի հետ, հետեւապես հարց, դուք ինչ կապ ունեք կամ ձեր մայրը ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի հետ։ Ինչու էր հենց թիրախավորումը եւ հակադարձ պատասխանը 3 լիդերների անունով։ Բացարձակ կապ չունի, բնականաբար այդ մեթոդաբանությունն է, իրենց մետոդիկա ասածն է աշխատում, որ ցանկացած ընդդիմադիր խոսք կամ քննադատություն պետք է արժանանա այդ պիտակավորմանը, որ չգիտեմ, ձեր տերերը Քոչարյանն է, Սերժն է, Սամվել Կարապետյանն է եւ այլն եւ այլն։ Բնականաբար նույնքան կապ ունի, ինչքան օրինակ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը համաշխարհային, չգիտեմ, արդյունաբերության ֆոնդի հետ, այդքան կապ ունեն, էլի, մայրիկս իր հետ։ Իհարկե փորձեցին այս բաները տանել, զուգահեռները CVKM-ի Տարոն Չախոյանական այդ քարոզչությունը ասենց վերնագիր էր դրել, իբրև թե դարի մեծ ամենամեծ գաղտնիքն են բացահայտել եւ ամենամեծ կոմպրոմատն են գտել իմ ընտանիքի վրա, ասում են Բագրատ Սրբազանի փաստաբանի մայրն է եւ Քոչարյանի փաստաբանի զոքաչը, ասում եմ ասել, որ ես իմ գործունեությամբ կարծում եմ դեռևս շատ ավելին պետք է անեմ, որ հասնեմ մայրիկիս արածին եւ որ մայրիկիս ճանաչեն իմ միջոցով։ Ես եմ դեռևս ճանաչվում մայրիկիս միջոցով եւ քեռուս միջոցով, ինչի համար շատ հպարտ եմ։ Ես երեք մի փոքր անդրադարձ կատարեցի իմ ընտանիքին, թե ովքեր են իմ ընտանիքի անդամները, այդ նույն հակադարձումներին, թե ինչ էին անում, իրանք պատերազմի ժամանակ ինչ են արել, փախածների համար։ Այս առիթը օգտագործելով ուզում եմ ասեմ, որ ծնունդով ոչ ես, ոչ ծնողներս Արցախից չեն։ Արցախի հետ միակ կապս մայրիկիս մի տատիկն է Արցախից ծնունդով։ Բայց մենք մեր ընտանիքում, այսինքն ծնված օրվանից համարել ենք, որ
Արցախը մեր հայրենիքի, մեր ինքնության մասն է, ու երբ որ ասում են մեր հայրենիքն եք վաճառել, Փաշինյանը շատ գիտակցաբար է այդ հակադարձումը ստեղծում, որ ոնց, եթե քո հայրենիքն է, ուրեմն դու արցախցի ես, ոչ, Արցախը բոլոր հայրերի հայրենիքն է եղել, Արցախը հայկական է եղել հազարամյակներով ու մարդը, հայ մարդը կլինի ծագումով Բայազետից, Երևանից, Մուշից, թե Շիրակից, Արցախից իրավունք ունի Արցախը համարել իր հայրենիքը, ես կարող եմ ասել։ Տեսեք, Տիկին Սողոյան, արդեն որ երրորդ դեպքն է, քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սպառնում է, երեք սպառնում էր ձեր մորը, այնուհետև 18 տարեկան երեխայի, այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են իրեն լսել, ինքը սպառնում է։ Հիմա դուք մասնագիտությամբ փաստաբան եք, Հայաստանի իրավական համակարգը այստեղ անելիք չունի, եթե Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի քարոզչական պաստառը վնասելու համար քաղաքացին գնում է կալանքի, եթե Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր արձակած 70-անց պապիկին փորձում են տանել կալանքի, բա այդ դեպքում Փաշինյանի սպառնալիքների դեպքում ինչու իրավական համակարգը չի գործում։ Ճիշտ հարցադրում է, ես էլ ասում եմ, որ այդ համեմատության պարագայում շատ կարևոր է, որ համարժեք արձագանք լինի, որպեսզի հանրության մոտ այդ նույն հարցերը չառաջանան, դե լավ, հիմա ի վերջո արարքն է հետապնդելի, թե մարդն է հետապնդելի։ Եվ այս պարագայում ես ասացի, որ բուն մայրիկիս անձի դեմ ուղված այսպես ատելություն չի եղել, որովհետև ասեց քո տերերին չէ անուղակի ատելություն սերմանեց, բայց ատելության խոսքի դասական ձևակերպումներ բնականաբար այնտեղ առկա կային եւ այդ ձևակերպումները այսպես փորձում է շրջանցել անուղակի դարձնել ուղղված են ներազգային թշնամանքին, այսինքն հայրենիքի մի հատվածի Արցախի բնակչությանն են ուղղված եւ դրանով պայմանավորածել փորձում է այսպես քողարկել քաղաքական խոսքի տիրույթում, բայց որը դուրս է գալիս էլի թույլատրելի սահմաններից, դառնում է կոնկրետ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք։ Ինչու շատ պարզ է, որովհետև քաղաքական հրահանգավորում կա, Փաշինյանին ամեն ինչ կարելի է, Փաշինյանի ընդդիմադիրներին չի կարելի անգամ թթու խոսք ասել։ Հիմա նայեք, նույն պարագայում նախորդ օրերին Շենգավիթ վարչական շրջանում կարծեմ մի բլոգեր կալանավորեց, որը հայհոյանք էր հնչեցրել։ Դա որակեցին որպես օնլայն խուլիգանություն, նույն բանը տեղի ունեցավ այս մյուս բլոգերի հետ, այսինքն հերիք էր get 1 վիրավորական արտահայտություն, որը արդեն կանցներ այդ խուլիգանության որակման տակ ու բնականաբար մարդկանց ձերբակալային, կալանավորեին, բայց այս մյուս կողմը, այսինքն ատելության ու նաև զուգահեռաբար ասենք, օրինակ այն արցախցի կնոջը, որը ատելության խոսք սերմանելու համար են արել ու այս պարագայում նաև թիրախ էին համարել Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական հայացքները որպես պաշտպանվող հատկանիշ։ Հիմա ես այս ձևակերպման հետ, որ ատելության խոսքի թիրախում կարա լինի քաղաքական խումբը, համաձայն չեմ, բայց եթե մարդիկ կան, օրինակ դատախազությունը այդպես է համարել, բնականաբար եթե դատախազությունը այդ սկզբունքով է առաջնորդվում, ապա այո, առնվազն 2 հիմքով ինքը պետք է այս ատելության խոսքի եւ որոշակի իմաստով նաեւ խուլիգանության գործով վարույթ հարուցեր կամ գոնե պարզաբանում տար, թե ինչի է, որ այս պարագայում եթե չի արել, ուրեմն քաղաքական հրահանգով է աշխատում գլխավոր դատախազությունը։ Իրանք երբեմն չեն էլ թաքցնում, միայն այդ ինչ որ գիտունիկ հայացքի ու ձևակերպումների ներքո գլխավոր դատախազն է փորձում ինչ որ բաներ ասել, բայց հասկանում ես, որ ըստ էության կոնկրետ հարցերին բովանդակային պատասխաններ չեն տրվում։ Հիմա շարունակելով երեկվա թեման, դուք Facebook-յան եթերով ասացիք, որ ունեք մտավախություն, որ ձեր մայրիկին կազատեն աշխատանքից։ Այնուհետև Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ, որ արձակուրդում է ու մասնակցում է քարոզարշավին, ասաց, որ նման բան տեղի չի ունենա։ Փարատեց Ավինյանը ձեր մտավախությունները, թե ոչ։ Եվ այո, եւ ոչ, այն իմաստով, որ կոնկրետ այս դեպքի առնչությամբ հենց այդպես ազատում չի լինի հիմա,
Բայց բնականաբար մենք հասկանում ենք, որ սա լայն իմաստով անհետևանք չի մնալու։ Այդ հետապնդումները կարող են լինել, այսինքն ոչ միայն հետագայում աշխատանքային ձևերով, այլ նաև շատ այլ ձևերով, ինչպիսիք դուք բազմիցս տեսել եք, ես հիմա ոչ հուշելու, ոչ մտքեր փոխանցելու ցանկություն չունեմ։ Բնականաբար ես էլի չեմ հերքում նախորդիվ ասածից, որ բնականաբար այդ հրահանգը առաջին ռեակցիան հենց այդ հրահանգավորումն է եղել։ Բայց հետագայում այսպես մի փոքր ավելի սառը գլխով դատելու պարագայում եւ գիտակցելով թե ինչ հեղինակության տեր մարդու են ոտ ընձգելու, ում աշխատանքային իրավունքներ ոտ ընձգելու եւ ինչ ավելի մեծ ռեպուտացիոն վնաս կարող է աշխատանքից ազատելը հասցնել, առժամանակ հետ են կանգնել այս մտքից, առժամանակ։ Բնականաբար դա չի նշանակում, որ մայրիկիս աշխատանքային իրավունքները այսպես խիստ երաշխավորված են, այլ նշանակում է խիստ հակառակը, որ ելի նույն այդ ընտրովի մոտեցման պարագայում ցանկացած մի թերացման իմիտացիա կամ պրովոկացիա հետագայում մեկնաբանվելու է ի վնաս մայրիկիս։ Տիկին Սողոյան, դուք նաև Բագրատ Սրբազանի գործով փաստաբան եք։ Մենք խոսեցինք գլխավոր դատախազությունից, ես հիշում եմ, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ամիսներ առաջ ազգային ժողովում հպարտությամբ խոսում էր այն մասին, որ իրենց կառույցը բացահայտել է դարի ահաբեկչությունը, հետամուտ են լինելու այդ դարի ահաբեկչության բացահայտմանն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ես շատ լավ հիշում եմ, թե հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ինչպիսի հարցազրույց տվեց հանրային հեռուստաընկերության եթերում, ասաց հրապարակվել են ձայնագրություններ, ահա ժողովուրդ տեսեք, մի խոսքով բացահայտել են իրենք դարի ահաբեկչություն, գլխավոր ղեկավարն էլ այդ ահաբեկիչների Բագրատ Սրբազանն էր։ Բայց գործով անցնող 18 հոգուց 14-ի, եթե թիվը սխալվեմ, խնդրում եմ ուղղեք, 14-ի խափանման միջոցը փոխվել է, մարդիկ կալանավայրում չեն։ Հետևապես հարց, եթե դարի ահաբեկչություններ, ինչու են մարդկանց խափանման միջոցները մեկը մյուսին հաջորդելով փոխվում եւ առհասարակ ինչ ունենք Բագրատ Սրբազանի գործով հիմա։ Լեգիտիմ հարց է, որի իրավական պատասխանը թող իրավապահները տան, ինչի են փոխվում, որովհետև գործը ի բնե սնանկ է եւ պետք է ինչ-որ մի ձևով այս գործը ծամծմել, ձգձգել, մերցնել եւ մի կողմ քաշել հանրության ուշադրությունից, որովհետև ինքը իր քարոզչական նպատակին արդեն ծառայել վերջացրել է եւ այս պահից սկսած արդեն իսկ ինչքան մոտենում ենք այս ապացույցների հետազոտմանը, այնքան աշխատում է ի վնաս այս իշխանությունների։ Ինչու՞, որովհետև ինչն է բացահայտվում։ Որովհետև բացահայտվում է, որ այնտեղ ահաբեկչություն կատարելու գործիք, պլանավորում եւ առհասարակ ահաբեկչությանը մոտ որևէ բան չկա։ Հենց ահաբեկչության մասին խոսում ենք, հպականները ժողովրդին ասում են հիշեք ձայնագրությունները։ Ձայնագրությունով ահաբեկչություն, այսպես ասեմ, լավ, մոտիվները կարող են մեկնաբանվել, նույնիսկ այդ մոտիվները այնտեղ չկա։ Այդ ձայնագրություններում խոսվում են ցույցեր պլանավորելու մասին, ծուխեր արձակելու մասին։ Այն խոսակցությունն էլ, որ այդ գյուլելու հայտնի խոսակցությունն էր, դուք տեսաք, որ այդ խոսակցությունը առհասարակ քրեական գործի հիմքում դրված չի վկայում որևէ, այսինքն հեսա կտեսնենք դատախազները ինչ կասեն, դա առհասարակ ինչ է վկայում, ոնց կարող է օրինակ Սինգապուրի, Շվեդիայի կամ Շվեյցարիայի օրինակների համեմատականները եւ մահապատժի տեսական քննարկումները վերաբերվել իշխանություն զավթելու միջոցով, չգիտեմ, ահաբեկչության միջոցով իշխանություն զավթելու, այդ ամեն ինչը չկա այդտեղ, ինչ որ տեսական քննարկումներ են, իսկ այն ինչը որ իրանք պետք է ապացուցեն ըստ քրեական օրենքի, որ իրենք ոչ թե քննարկել են ահաբեկչություն կատարելը, այլ օրենքը ուղիղ պահանջում է, որ ցույց տան, թե այդ որ միջոցներն է, որ իրանք ձեռք են բերել ահաբեկչություն անելու համար, այսինքն դա պետք է նյութական ինչ-որ բան լինի, որովհետև մի հատ շատ լավ օրինակ կա, հիմա այս եթերն էլ է ինձ թույլ տալիս ասելու, այն հայտնի մեմ է, պապիկը, որ ասում է, կուզեմ 50 բալ երկրաշարժ լինի, աշխարհն ավերի։ Հիմա այդ մարդու մտադրությունը կարող է իրապես ուզում է, եթե այդ բանով տրամաբանությամբ մեկնաբանենք, այդ մարդն էլ կարող է որոշում էր, չգիտեմ, ինչ որ մեծ պայթյուն
նախապատրաստել։ Կարող ենք մեղսագրել, թե չենք կարող։ Այդ դեպքում դատավորը ի՞նչն է հիմք ընդունում Բագրատ Սրբազանին պահելով կալանքի տակ։ Ամեն անգամ խափանման միջոցը երկարաձգվում է։ Խափանման միջոցը չի անդրադառնում ապացույցներին, այլ ինքը ասում է, քանի որ առկա է այսպիսի մեղադրանք, որը ոնց որ առերևույթ ծանր է, բայց չգիտենք ինչ տրամաբանությամբ, եկեք Բագրատ Սրբազանը թող մնա կալանքի տակ, մյուսները տնային կալանքի են, մյուսներն էլ ազատ, մինչև կտեսնենք։ Որևէ այստեղ իրավական տրամաբանություն փնտրելը անիմաստ եւ անշնորհակալ զբաղմունք է, բայց հետ գալով էլի բանին, որ ասում են, այդ ինչ ահաբեկչություն է, ասում է պետքա գործիք լինի։ Հիմա այդ գործիքները գոյություն չունեցող աստղիկներն են, այդպես էլ չեն հայտնաբերվել։ Գունավոր ծխերն են, որտեղ գունավոր ծխող ես չեմ պատկերացնում ոնց կարելի է ահաբեկչություն անել։ Չէ, այդ նույն գունավոր ծխերից Արարատ Միրզոյանը ազգային ժողովում վարում էր։ Հա, ինքը դրանով իշխանությունը կազմալուծել է ըստ դատախազության տրամաբանությամբ։ Այդ ծխերն են ու վերջ։ Այսինքն այս դեպքում ոչ միայն գլխավոր դատախազությունը, այլ նաև հակակոռուպցիոն կոմիտեն է քաղաքական հրահանգով աշխատում։ Իհարկե, դուք բացեք քննչական կոմիտեի այդ ղեկավարի չեմ էլ կարում ինչ-որ ցիվիլ բառ գտնեմ ասելու, այդ խուսանավումները նայեք գրական ասած, երբ որ ասում եմ, բայց դուք ասում եք, որ իր ձեռքով գրած ահաբեկչության պլան կա, վերջը իր ձեռքով էր գրված, քննչական կոմիտեի ղեկավարը ասում է, ես որ ասել եմ իմ ձեռքով, նկատի չեմ ունեցել իր ձեռքով։ Տիկին Սողոյան, այսինքն կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը իրեն ենթարկեցնելու համար շատ ճիշտ մեթոդ գտավ, դա պարգևատրումների ֆոնդներ, աշխատավարձերի բարձրացումներ, եւ դա իսկապես աշխատող մեթոդ էր, որ դատական համակարգը օրենսդիր ու գործադիր մարմիններից անկախ չլինի։ Թույլ տվեք չմեկնաբանեմ, գուցե ես Նիկոլ Փաշինյանի բարոյական կերպարում չեմ էլ կարող լինեմ, որպեսզի համոզմունք ունենամ, որ ցանկացած մարդիկ փողով գնվում են։ Եթե այդպես է, Աստված իրենց դատավոր, չնայած ինչպես Բագրատ Սրբազանն է ասում է, Աստված արդար չի, Աստված ողորմած է։ Գուցե ասեմ, որ լավ, իրավական պետությունը իրենց դատավոր լինի, որ գոնե մի փոքր արդարության հասնենք, որովհետև ես չեմ պատկերացնում իրականության մեջ, չգիտեմ, որևէ մի թիվ աշխատավարձի, որը կարող է մարդուն համոզել, մտնել այդ մեծ մեղքի տակ, անմեղ մարդկանց կալանավորել, ընտանիքներից զրկել, իրանց երեխաներին թողել առանց հայրերի, իրանց ընտանիքներին թողել տառապանքի մեջ ու առհասարակ ազատությունից զրկել։ Չեմ պատկերացնում այդ թիվը։ Այսինքն ուղղակի դիտարկում եք կալանքը ընդդիմախոսներին լրացնելու ամենահարմար տարբերակ եւ վերջ։ Այո, եւ ինչ որ չեմ հասկանում, այդ մարդկանց հետ շփվում եմ, չգիտեմ, դատախազներ են, քննիչներ են, անընդհատ ես ինքս իմ մեջ բարոյապես փորձում եմ ինչ որ արդարացում իրանց համար գտնեմ, բոլորը ինչ որ դե որտեղ չի լինում, ամենտեղ լինում, բա նախկինում էլ էր այսպես էլ լինում, չգիտեմ, էլի լավ դուք ինքներդ ձեր մեջ մի փոքր ըմբոստություն չեք ունենում, մի փոքր մասնագիտական արժանապատվություն չեք ունենում, դուք ասել եք իրավունք, արդարություն, լավ 1000 մեղավորի անպատիժ թողեք, բայց ասում է այդ հին հռոմեական իմաստությունն է, չէ, ասում է արդարադատության նպատակը, որ ոչ թե 1000 մեղավոր անպատիժն է, այլ որ գոնե մի անմեղ մարդ ապօրինի չդատապարտվի։ Իսկ այդ մարդիկ գիտակցաբար, հստակ գիտակցումով գնում են անմեղ մարդկանց կալանավորելու եւ անհիմն մեղադրանքներ առաջադրելու ճանապարհով։ Ինչու, որովհետեւ ունեն նաեւ եվրոպական կառույցների աջակցություն այս հարցում, որովհետև եվրոպական կառույցները իրենք չեն արձագանքում Հայաստանում ընթացող այս զարգացումներին։ Դուք հիշեք, մինչև 2018 թվականը մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իրենք ինչ զեկույցներ էին տալիս, իսկ հիմա 0 արձագանք։ Դե էլի քաղաքական պատահապաշտությունն է եւ ես չեմ մտածում, որ պրոֆեսիոնալ մասնագետի արժանապատիվ մարդու համար ինքը պետք է նայի Եվրոպան, ինչ ասես, Ռուսաստանն, ինչ ասես, Չինաստանն, ինչ ասես, որ ինքը իմանա, ինքը ճիշտ կամ բարոյական բան է անում, անմեղ մարդուն հանիրավի մեղադրելով, թե սխալ բան է անում։ Եվ վերջում Տիկին Սողոյան, եթե երեք Նիկոլ Փաշինյանի դիմաց հայտնվեր ոչ թե ձեր մայրը, այլ հենց դուք, ինչ կասեիք Փաշինյանին։ Ավելի լավ, քան մայրս չէի կարող ոչինչ ասել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։
Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս փաստաբան Տաթևիկ Սողոյաններ, այսքանը կհանդիպենք վաղը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։